մենք առաջարկում ենք կայուն մեծամասնության դրույթի վերացում, շեմի իջեցում, ընտրական գործընթացում, այսինքն շեմը առաջարկում ենք նվազեցնել մինչև 1%, ինչպես նաև բոլորին դեմ քվեաթերթիկի ավելացում, ինչպես եղել է նախկինում եւ դրա հետ իրավական հետևանքների կապում։ Որոշակի իրավական հետևանքներ, որոնք կհանգեցնեն համակարգի բարելավմանը եւ թարմացմանը։ Եվ որ ամենակարևորն է, առաջարկում են կուսակցությունների ֆինանսավորման համակարգի բարելավում եւ կուսակցական այսօրվա գործող կուսակցությունների նկատմամբ վերահսկողության եւ ֆինանսավորման համակարգերի բարելավում։ Ինչպես գիտեք, կուսակցությունները պետական բյուջեից այն կուսակցությունները, որոնք ազգային ժողով են անցել, որոշակի համամասնությամբ ձայներ են ֆինանսավորում են ստանում եւ այդ ֆինանսավորումը մեծ կուսակցություններին շատ ձայներ ստացած կուսակցությունների նկատմամբ ավելի շատ են նրանք ֆինանսավորվում, իսկ քիչ ձայներ ստացած կուսակցությունները քիչ են ֆինանսավորվում եւ դա հանգեցնում է խոշոր կուսակցությունների խոշորացման ու մրցակցության նվազեցմանը։ Համակարգում ընդհանրապես, եթե մենք գնում ենք այն տրամաբանությամբ, որ իրական պարլամենտական համակարգի տարեր բերենք մեր երկիր, մեր իրականություն, պետք է ունենանք նաև այդտեղ որոշակի բալանս։ Այո, այս դեպքում մեր առաջարկած տարբերակում շեմի իջեցման պայմաններում փոքր կուսակցությունները նույնպես կկարողանան անցնել ազգային ժողով, դինել ազգային ժողովում, նրանց ձայնը կլինի լսելի, նրանք կունենան որոշակի առավելություններ, եթե կարողանան հաղթահարել եւ պետք է կարողանան նրանք հնարավորություն ունենալ այնպիսի ֆինանսավորում ստանալ, որպեսզի կարողանան մասնակցել բոլոր process-ներին։